Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք ջամով և վարսակով շատ հետաքրքիր և հեշտ պատրաստվող աղանդեր, իրականում շատ արագ է պատրաստվում և կարող եք ուտել կամ վայելել կամ պատրաստել Բաքվի շրջանում և ընդհանրապես, քանի որ ինքը ոչ մի կենդանական մթերք չի պարունակում ու շատ հեշտ է պատրաստվում։ Իսկ այսօրվա ամենագլխավոր բաղադրիչը ջամի տեսակն է կամ անուշի տեսակը, որը պետք է օգտագործենք։ Եթե ունենք դնական համով պատրաստված մեր տանը, կարող ենք օգտագործել, իսկ եթե չունենք եւ նույնիսկ դնականից ավելի լավը, որովհետեւ առանց շաքարի է, ինչպես մենք օգտագործում ենք Saint Dalfour ֆրանսական ջամերը, որը շատ համով են, բնական մրգերով են պատրաստվում, ոչ մի արհեստական բան չկա մեջը եւ իհարկե gluten free, այսինքն գլուտեն չկա մեջը։ Դե ինչ, գնացինք պատրաստել։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 250 գրամ ջամ, 3 բաժակ շուտ եփվող վարսակ, 1 բաժակ ալյուր, քառորդ բաժակ maple օշարակ կամ թխկու օշարակ, կես բաժակ կոկոսի յուղ, քառորդ թեյի կթալ աղ, կես թեյի կթալ baking powder կամ բխրեցուցիչ, 2 թեյի կտալ վանիլին և քառորդ բաժակ կոկոսի քերուկ։ Ամենեն առաջ տեսնում եք վարսակը, վարսակի տեսակը, որ օգտագործելու ենք, արագ եփող տեսակն է։ Բերելու եմ մի հատ խոր ափսե կամ բոլ։ Իսկ հիմա արդեն հավաքում ենք։ Շատ հեշտ է։ Սկզբում վարսակը, հետո ալյուրը, մի քիչ աղ, բխրեցուցիչը, վանիլին, կոկոսի քերուկ, Yummy. Իրականում չափապաժիները արդեն վիդեոյի կամ հաղորդման սկզբում ասել ենք արդեն։ Միշտ պետք է, եթե ինչ-որ աղանդեր կամ ուտելիք, ինքը կպարունակե չոր և հեղուկ, պետք է չորերը իրար հետ լավ խառնենք ու հետո ավելացնենք հեղուկը։ Ես լավ խառնեցի մեր չորերը և հիմա կամաց ավելացնելու եմ մնացածը։ Հիմա ավելացնելու եմ maple syrup կամ թխկու օշարակ։ Թխկու օշարակը շատ կարևոր է, որ բնական լինի, այսինքն երբ որ թխկու օշարակ եք վերցնում, պետք է միշտ հետևը նայեք, քանի որ իր ընդհանրապես նպատակը, որ ինքը քաղցրություն է պարունակում, բնական։ Ինչի ենք մենք թխկու օշարակ օգտագործում, որպեսզի շաքարավազ չօգտագործենք։ Իսկ մենք այսօր օգտագործում ենք maple joe։ Հոդից էլ արդեն կիմանանք ինչքան բնական է։ Մի հատ խառնում եմ, արդեն ավելացում եմ կոկոսը։ Ու լավ խառնում ենք։ Կարող ենք հիմա ցերնոց էլ թնել շաղել, բայց ես տկալով էլ կարողանամ խառնեմ, լավ պետք է խառնենք, որպեսզի տարածենք օյլը չորի հետ։ Հիմա մի հատ ամանները տանեմ լվանանք, դե իհարկե ABC-ով։ Կարևոր է, որ մեր լվացած հեղուկները իրենք լինեն ոչ վնասակար, որպեսզի մեր ցերքերը օրվա մեջ մի քանի անգամ ամանալվում մնան պապուկ։ Շատ լավն է։ Գնանք շարունակենք։ Լավ խառնում եմ, որպեսզի կոկոնաթի ցեթը լավ խառնվի։ Մեկ-մեկ ես ավելացնում եմ մի քիչ հալածված, այսինքն տաքացրած, որպեսզի ինքը ավելի շուտ ընդելանա, բայց սենց էլ կարելի է։
Գրեթե պատրաստ է։ Դնում ենք մոմատուղթը ու պետք է մի երես, այսինքն ոնց որ այս չափսը երկուսի բաժանենք, մի հատ ներքև տնենք, մի հատ էլ վերև։ Վերևինը մի քիչ ավելի քիչ պետք է լինի։ Սենց տապակացնում ենք մենք մեր ձեռքով։ Այսպես։ Մի քիչ էլ եմ վերցնում։ Հավասարացնում եմ։ Իրար ինչքան սենց տապակացնենք, այնքան ինքը, երբ որ եփի, ինքը կմնա իրար կպած։ Իսկ հիմա հասել ենք իմ ամենա սիրած մոմենտը կամ բահը։ Ես օգտագործելու եմ, ոնց ասացի, Սենտ Դալֆուր ֆրանսական ջամը։ Իսկ ես ինչ համարով եմ օգտագործում, նուր և մալինա։ Բայց իհարկե ինչ համի կուզեք կարող եք օգտագործել։ Կարող եք օգտագործել հաբալած, կարող եք օգտագործել ելակ։ Դե իհարկե իրա հատուկ գտալով, այսինքն այս բրանդը կամ այս բրանկանիշը դենց բանա, որ արդեն իրեն սիրում ես, մի հատ էլ գտալին ես սիրահարվում։ Հիմա ուզում եմ այս ամեն ինչը իջացնեմ, որպեսզի խառնենք և այսպես ավելացնենք։ Եվ այսպիսով բոլոր ջեմը հանում ենք դուրս և մի հատ լվացվեմ ABC-ով և կամ։ Եվ ավելացնում ենք։ Այսպես ուղղակի փակում ենք։ Ու հետո կարող ենք տապակացնել։ Ինքը շատ հետաքրքիր բաղադրատոմս է իրականում ու իրականում մանավանդ, որ մենք ջամն էլ օգտագործում ենք առանց շաքարավազ, ինքը առողջարար կաղցր է։ Մի քիչ սեղմում ենք ձեռքով և վուալա, այսինքն տանում ենք չերոց։ Թողում ենք 20 րոպե, մաքսիմում 25 րոպե, արդեն պատրաստ է լինում։ Հանում ենք, մի քիչ թողում ենք բաղի ու հետո կտրատում ենք բարերի, այսինքն սենց սալիկների և արդեն տեսնում ենք ջամը մեջտեղը, ուտում ենք և վայելում ենք։ Այս բաղադրատոմսը ես իմ բալանս բաշաղիկում պետք է ավելացնեմ, որովհետև ինքը առողջարար և շատ համով քաղցր է, նամանավանդ երբ որ օգտագործում ենք sugar free, առանց շաքարի, առանց գլուտենի ջեմի տեսակ։ Իսկ այս ուտելիքը ես մտածում եմ, որ կարող ենք, միշտ ձեզ ասում եմ, որ երբ որ ուտելիք ենք անում, հիշացում եմ ձեզ ինչ-որ ջաշ պատրաստելիս, ես ձեզ հիշացնում եմ քաղցրի տեսակ։ Այսօր այդ օրն է, որ այս ուտելիքից առաջ կարող եք ինչ-որ հավով ջաշ պատրաստել զանգեզուրից, չմոռանաք, կարող եք զանգել իրենք կարակեն կամ կարող եք գնալ խանութ, Պարուր Սևակ 92 կոդրակ 6 հասցեով և արդեն ընտրել ձեր սիրած տեսականին։
ուզում եի ասել հիմա սուրճը ուզում եմ տնեմ, միջև լինելը սպասեմ, իսկ իմ ընկերները իրանց աչքը այս համով կաղցերների վրա են ու ասում են, որ այս կաղցերները ինչ որ սլոգան ունեն, այսինքն կարգախոս, ասում է ցերորվա քաղցր ժպիտը, այսինքն ուտում ես ու միան ժպտում ես։ Եթե մի խոսքով ուզում ես երջանիկ ապրես, կարող ես ամեն օր մի գտոր Smiley Sweet-ից թխված կուտել եւ երջանիկ ապրել։ Եվ իմ ջուրս եկավ, որովհետեւ շատ ծարավ եմ զգում, մի հատ խմեմ ու թարմանամ։ Դե սիրելիներս, համով հոտերը գալիս է, այսինքն ոնց որ պատրաստ է։ Գնանք բերենք։ Վաու։ Արդեն ուզում եմ գտրենք։ Դե ինչ, արդեն կարող ենք անել։ Եվ այսօրվա վարսակով եւ ջամով աղանթերը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խոժակ։ Դե սիրելիներս, ահա այսօրվա հետաքրքիր բաղադրատոմսը արդեն պատրաստել ենք ու ես պետքա փորձեմ։ Իրականում անհամբեր եմ, քանի որ շատ համով է երևում։ Իբր պատրակաղ եմ հանել, բայց սենց է պատում։ Ես ինչ համով եմ հանդել։ Իդեալական համադրություն, վարսակը թեթև, ալյուրը չի զգացվում, ջամը այս ամեն ինչը հարստացրել է ու քաղցրությունը շատ քիչ, շատ չէ, կարաս ուտես հանգիստ ու վայելես։ Մատել եմ ուտում, որով շատ համով է։ Մի խոսքով այնքան համով է, որ կարող եք Բաքի շրջանում ամեն օր պատրաստել եւ վայելել ու առանց զգալու ինչ որ պակասություն քաղցրի տեսակի։ Իրականում շատ համով է։ Այդ կոկոսի համնել այնքան հետաքրքիր է։ Դե ինձ սիրելիներս, հույսով եմ հավանել եք այսօրվա բաղադրատոմսը, դուք էլ կպատրաստեք եւ կվայելեք այս պահերը վաղը նույն ժամին, ժամը 9:00 կամ ժամը 17:00 Կետրոն TV-ի եթերով։ Stay tuned.